Տիկին Ավանեսյան երեկվա տարածված ձայնագրության վերաբերյալ փաստացի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին հորդորում էին մասնակցել ուխտերթին։ Իսկ մատ հարց տամ, իմ նկարը ինչու եք փակցնում այդ ձայնագրությանը։ Եվ հարցը ինձ ինչու է ուղղված, ում ձայնագրության մեջ ում ձայն է։ Ոլորտի հետ կապված է, դուք էլ ոլորտի։ Եվ ինչ կար ձայնագրությունում։ Ձեզ եմ հարցնում։ Չէ, ես ձեզ եմ հարցնում, ինչ կար ձայնագրությունում, որը հարցի տեղիք է տվել։ Ոչ մի հորդոր չի եղել, մարդիկ պայմանավորվել են եւ ովքեր որ ցանկացել են մասնակցել են երթին։ Նախ դա ասեմ եւ երկրորդը ինձ չի ուղղված հարցը։ Ոչ մի խնդիր, դուք տեղյակ եք, որ ոլորտում նման խոսակցություններ են շրջանառվում մարդկանց Ինչ խոսակցություններ։ Խնդրում են, դրդում են, որպես Որևէ մեկին ոչ մի բան ոչ խնդրել է, ոչ դրդել է։ Մարդիկ իրենք գոլեգաներով պայմանավորվել են միասին գնալու եւ ձայնագրությունում էլ շատ հստակ երևում է, որ որևէ բան ոչ դրդել են, ոչ խնդրել են։ Տիկին նախարար առհասարակ ինչպես կգնահատեք երեկվա ուխտերթը, ինչ նպատակ ուներ ու արդյոք գոհ եք կատարվածից։ Ես կարծում եմ շատ կարևոր էր, որ երեկվա ուխտերթը իսկապես մարդաշատ էր եւ մարդիկ իրենց հստակ դիրքորոշումը մեր եկեղեցու բարենորոգման օրակարգին միանալը հստակ կերպով արտահայտեցին եւ առիթից օգտվելով էլ եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորի Սուրբ Ծննդյան կապակցությամբ։ Տիկին նախարար, քանի որ ձեր քաղաքական թիմի անդամներից մեկին է վերաբերում, դրա համար եմ հիմա այդ հարցը ձեզ ուղղում, երեք Թալինի եկեղեցիներից մեկում փաստացի խոչընդոտվեց, որպեսզի Սուրբ Ծննդյան պատարագ կատարվի, առհասարակ ինչպես եք գնահատում պարոն Սափյանի նման վարքագիծը։ Ես պարոն Սափյանի երբ ասում եք նման վարքագիծ, չեմ հասկանում ինչի մասին եք ասում։ Պարոն Սափյանը հիանալի համայնքապետ է եւ իրականացնում է իր համայնքում ահռելի աշխատանք, նա նաեւ ունի շատ հստակ դիրքորոշում, որը եւս շատ կարեւոր է եւ որևէ ձևով չեմ հասկանում ինչ վարքագծի մասին եք խոսում։ Դրանից մի քանի օր առաջ եւս նա խոչընդոտել է, որպեսզի եկեղեցուն պատարագ մատուցի։ Որևէ բան ես տեղյակ չեմ խոչընդոտելուց, թե ինչ է տարածել, ով ինչ է տարածել։ Երեք նաեւ տեսանյութ տարածվեց։ Չեմ տեսել որևէ ես չեմ տեսել տեսանյութ, նորից կրկնում եմ, պարոն Սափյանը հիանալի համայնքապետ է եւ Թալինի բնակչությունը դա շատ կարևոր ձևով արձանագրում է եւ ուզում եմ ասել, որ Տեր Թադեն մեր այն բացառիկ հոգեվորականներից է, որ իսկապես այս ընթացքում էլ եկեղեցու բարենորոգման ուրեմն ընթացքում էլ հստակ դիրքորոշում ունի եւ ամենայն աջակցությունս Տեր Թադեին։